Ընտանեկան զամբյուղում համաձայն պաշտոնական ինֆորմացիայի պարենային մասը սնունդը զբաղեցնում է 56.9%, գրեթե 57%։ Ծառայությունները, հանրային ծառայությունները, դա կոմունալն է, հասկանալի է 27.7%։ Փորձենք սա ընկալել եւ համեմատել ինչպես է քաղաքակիրթ աշխարհում։ Մենք հաճախ ենք լսում, որ ասվում է նվազագույն եկամուտ $1 1 օրում։ Դա նվազագույնը չէ, դա կյանքի եւ մահու սահմանն է։ Այդպիսի թիվ չկա։ Դա Աֆրիկայում երբ որ կոտորվում են սովից մարդիկ, այդ մի խոսքով $5 է, բայց դա նույնպես հենացած մոտեցում է։ Քաղաքակիրթ աշխարհում աղքատություն գնահատելու սկզբունքը հետևյալն է. եթե ընտանիքի 25%-ը եւ ավել հասնում է սննդին, հենց դա էլ աղքատության շեմն է։ Այդ մարդիկ արդեն աղքատության շեմում են գտնվում կամ շեմից ներքև։ Եվ այդ դեպքերում սկսվում են լրացուցիչ սոցիալական ծրագրեր, սնունդ բաժանել, լրացուցիչ նպաստ բաժանել եւ այլն։ Եթե մեր մոտ 57% է սնունդը կազմում ընտանեկան բյուջեում, իլ ինչի մասին խոսենք։ Ծառայությունները նորից եմ ասում 11 թվականին 27.7%, համարյա 28։ Ինչպես կարելի է այս մտքի հետ հաշտվել։ Նախ հին տվյալները, ինչու ԱՎԾ-ի ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական կայքում ամենավերջի տվյալը 12 թվի տվյալն է։ Իսկ 13 թիվը արդեն ավարտվում է։ Մենք չենք կարող այսպիսի մոտեցման հետ հաշտվել։ Գոնե առաջի կիսամյակը կամ առաջի 9 ամսվա տվյալները։ Եվ ինչն է պատճառը։ Կտրուկ բարձրացել են ծախսերը կոմունալ առումով։ Կտրուկ բարձրացել են, ով չգիտե որ գազի գինը բարձրացավ, էլեկտրակաէներգիայի գինը բարձրացավ եւ այս թիվը, որը 27 էր կամ 28, ավելի է շատացել։ Մի խոսքով սա բնութագրում է մեր հասարակությունը, մեր գնողունակությունը, մեր կենսամակարդակը։ Մեր տվյալներով, մոտավոր տվյալներով երկրում կա մոտ 10-12% բնակչություն, որի համար նշանակություն չունի գները, ավտոմեքենաները, բնակարանները եւ այլ, բայց մեզ հետաքրքրում է մնացած 80%-ը, 90%-ը, որը մի մասը կեսը գտնվում է աղքատության շեմից մի քիչ վերև, 45%-ը մոտավորել շեմից ներքև։ Վերադառնանք զամբյուղին, զամբյուղի խնդիրը հետևյալն է, օրենք գոյություն ունի, որով պետք է սահմանվի զամբյուղը, որով պետք է կալորիականությունը հիմք է ընդունվել 2400, ճիշտ եմ ասում, 2412 կալորիա, դա փոքր թիվ է, լրիվ լիարժեք չի արտացոլում առողջ մարդու պահանջները, բայց ինչևէ չկա կառավարության կողմից սահմանված այդ բաշխումը, այդ ընտանեկան զամբյուղի դիրքերի պոզիցիաների բաշխումը չկա, կառուցվածքը չկա։ Պարբերաբար սոցիալնախարարությունը եւ առողջապահության նախարարությունը տալիս են այդ կալորիաներին համապատասխան մի բանջեղեղեն սննդի տեսակների հարաբերակցությունը։ Մի խոսքով մեր մոտ նվազագույն աշխատավարձը չի բավարարում, որ այդ նվազագույն սահմանը ապահովի։ Միջին թոշակները չեն ապահովում։ Այստեղ շատ բաներ կա խոսալու, ես ուզում եմ միտքը բերեմ նրան, որ չունենք միացյալ մոտեցում, տնտեսական քաղաքականություն։ Հենց այս հարցում։ Տվյալ դեպքում մենք խոսում ենք ընտանեկան զամբյուղի, սպառողական զամբյուղի վճարունակության մասին։ Ես կարդում եմ ծրագիր մինչև 2025 թիվը։ Կան շարադրված են բոլոր ուղղությունները, շարադրված են ցանկությունները կամ ուղենիշները, բայց ինչով է ապահովելու։ Ես այդ հարցը բարձրացրել եմ նաև կառավարությունում։ Ինչով մենք համոզվենք, որ ես 2013, հետո 15, հետո 20 այդ ցուցանիշները իրական կդառնան կամ ումից պահանջեն, 25 թիվը հեռու է։
Եթե թույլ կտակ, այս պաշտոնական մասը, կառավարության մասը, թողնենք, անցնենք մենք մեզ սպառողներից։ Արդյոք մենք ճիշտ ենք տնօրինում մեր եկամուտները։ Եկեք անկեղծ խոսենք։ Մենք հաճախ խախտում ենք եւ շատ կոպտորեն ենք խախտում։ Ով չգիտի որքան կարևոր է կաթը, հատկապես մանուկ հասակում։ Այդտեղ ապացուցելու կամ քննարկելու կամ պրոպագանդելու հարց չկա, դա բոլորը պետք է գիտակցեն։ Մեր մոտ կաթի սպառումը շատ ցածր է, ես թվերով չեմ ուզում ձեզ ծանրաբեռնեմ, եվրոպական երկրներից, շատ ցածր է։ Կան մարդիկ, կան մայրեր նույնիսկ, որոնք ասում են իմ երեխան կաթ չի խմում։ Դա անընդունելի է, այդպիսի բան չկա, անհնար է։ Երեխան ծնվեց կաթ խմելով, հետո 3 ամսականում կամ 5 տարեկանում ասեց այլևս չեմ խմում։